Հայաստանը մեծապես կարևորում է փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումը եւ ընդլայնումը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինենենին ազգային տոնի Լիտվայի պետականության վերականգնման օրվա առիթով։ Shell AI ընկերության արտադրած V-Bet տեսակի ԱԹՍ-ները Հայաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունները չեն արտադրում, հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով, եթե արտադրեին, բնականաբար հարց չէր ելցակի տեխնոլոգիական նմանատիպ լուծումներով որևէ ապրանք գնելու ներմուծելու։ Հրեյ Թովմասյանը այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ, Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքով։ Հիշեցնենք, որ Թովմասյանը մեղավոր էր ճանաչվել արդարադատության նախարար աշխատաժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Վաղը Ադրբեջանի դատարանը կհրապարակի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։ Փետրվարի 10-ին կայացած դատական նիստում հայտարարվել էր դատաքննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Արցախի նախկին պետնախարարին դատապարտել ՑՄԱ ազատազրկման։